Հայկական լավաշի լեգենդը։ Ըստ ավանդույթի, հին Հայաստանում Արամ անունով մի արքա է եղել, որը կռվի ժամանակ գերի է ընկել ասորիների թագավոր Նաբուկոդոնոսորին։ Ըստ նրա պայմանի, Արամ արքան պետք է 10 օր սոված մնար, իսկ 11-րդ օրը նետաձգությամբ մրցեր իր հետ, եթե հաղթի ազատ կարձակվի և հյուրայինների մոտ կգնա արքայավայել ընծաներով։ Հաջորդ օրը Արամ արքան պահանջեց, որ ասորաց սահմանի մոտ կանգնած հայկական բանակից բերեն իր ամենագեղեցիկ վահանը։ Հայերը գլխի ընկան, որ իրենց արքան ինչ-որ բան է ակնարկում, իսկ ասորիներն էլ չգիտեին, որ վահանի մեջ նրբաթերթ հաց է դրված։ Այն ժամանակ ոչ ոք չգիտեր լավաշի մասին։ Ասորի բանբերների մտքով չէր էլ անցնի, թե հայերը կարող են զրահի մեջ թաքցնել։ Արամը ստացավ իր զրահը, բայց ասաց, որ սա չի իր ամենագեղեցիկ վահանը, պահանջեց մեկ ուրիշը, և ասորի բանբերները 9 օր շարունակ գնում գալիս էին առանց իմանալու, որ իրենց բերած վահաններով ամեն օր մի նրբաթերթ հայկական հաց են հասցնում Արամ արքային։ 11-րդ օրը Արամն ու Նաբուկոդոնոսորը մրցասպարեզ մտան։ Նաբուկոդոնոսորին թվում էր, թե 10 օր սոված մնալով Արամն ուժասպառ է եղել, սակայն հայոց արքան իրեն կայտառ էր զգում։ Հայկական հացը նրան ուժ էր տվել։ Նա հաղթեց մրցության մեջ և տուն վերադարձավ ու հրովարտակ արձակեց, որ այսուհետ Հայաստանում հաստ ու բազմաձև հացերի փոխարեն լավաշ թխեն։ Այդ ժամանակներից ի վեր լավաշը դարձավ հայոց հացերի արքան։ Մեկնաբանություններում կարող եք նշել դուք լսել եք լավաշի լեգենդի մասին, կարող եք հավանել այն և բաժանորդագրվել իմ էջին։ Շնորհակալ եմ շատ։